Նիկոլ Փաշինյանը Մարիամ Փաշինյանին իր դստերը ձի էին վարում, ասում էր Մարիամ, եթե ձիուց ընկնես, լայքերն ավելի կշատանան։ Այսինքն իրենք նույնիսկ դրան են պատրաստ, որ օրինակ իր դուստրը Մարիամը ձիուց ընկնի, միայն թե լայքերը շատանան։ Հիմա էլ էս աղջիկը էս վերջերս էլի ինչ որ տեսանյութ էր հրապարակել։ Նույնիսկ էլ է համացանցը։ Օրինակ որ գնաք ուրբաթ օրը խմելու, շաբաթ օրը խմելու ձեր խմող ընկերները երբեք չեն ասի, վայ, էս ինչ ես անում, էլի խմում ես, էլի կլուբում ես կամ էլի ես որտեղ ես, տենց չեն ասի, բայց որ իրանք տեսնեն քեզ առավոտները ժամը 5-ին արթնանալուց, երբ որ գնում ես վազում ես եւ այլն, sense կոմենտներ կարան անեն, կարան վայ, բան քեզ տարել է սպորտը, ինչ ես անում, արի գնանք, դուտասյուտա։ Հիմա որ մի քանի բառ կա իրար կողք դնեմ, կկմփա աշխարհը։ Կլուբ, խմել, պարել, ալկոհոլ։ Դուդի սյուդի, դերենի։ Դուդի սյուդի։ Ու փաստորեն էս աղջիկը, որ ըստ տարածված տեղեկությունների ու ինքն էլ ամեն ինչ անում է, որ հաստատվեն այդ տեղեկությունները, փաբերում խմել սիրող էս աղջիկը 2018-ից հետո շատ բարձր աշխատավարձով աշխատանքի է տեղավորվում Digitane-ում ու 4.2 միլիոն դրամով աշխատավարձը 1 տարվա ընթացքում բարձրանում է։ Օրինակ 2021 թվականին ստանում էր 6.7 միլիոն դրամ, իսկ հաջորդ տարի արդեն եկամուտը դառնում է 19 միլիոն դրամ։ Բայց ում պապանն էր վարչապետ, որ այդքան փող չլերա։ Թագավորի աղջիկն է, ընկերուհիները իրեն այդպես են, չէ՞ դիմում, ասում են թագավորի աղջիկ։ Դե բնականաբար, թագավորի աղջիկը նաև պետքա $27000 պատավատ ունենա, հետն էլ մի հատ անվտանգության աշխատակից ունենա, որ դուռը բացի, որպեսզի Մարիամ Փաշինյանը նստի, հետո էլ բացի որ դուրս գա մեքենայից։ Ու հիմա ասում է, չնայած ասում է, մամուլը սխալ էր գրել, բան, ես բաուրա իմ փողերն ուր են, իմ աշխատավարձուրա, հիմա ես էլ չեմ աշխատում, բայց ինչա պարզվում, ով հրաշք, այս երիտասարդ աղջիկը այնքան տաղանդավոր է լինում, որ արդեն բիզնես ռեդի է դառել, բիզնես գործունեություն է ծավալում, փակ բաժնետիրական ընկերություն է հիմնել, որը պիտի զբաղվի սպասարկման ոլորտում, հա, ծառայություններ դիմացություն։ Չգիտեմ, ինչ ծառայություն լռում է այդ մասին։ Դե մի բան կգտնեն պետական տենդերներով, բաներով, մի բան կտան։